Փաշինյանն ասում է, եթե իրենք չընտրվեն սեպտեմբերին, պատերազմ է լինելու։ Ինչ է նրա ասածը, շանտաժ։ Չեմ կարող մեկնաբանել այդ մեկը, բայց բոլոր դեպքերում իհարկե իմ տրամաբանությունով իհարկե շանտաժ է, վախցնում է ժողովրդին, էլ վախցնելու ուրիշ եղանակ չունի, վերջի եղանակն է դա։ Ժողովրդին է վախցնում, ոնց որ տարավ 5000 հոգու գլուխ կերավ նենցել է։ Բավոց։ Չավատակ որ պատերազմը, եթե ինքը լավ կարող է լինի, այդ հաստատ լինելու է։ Եթե չեղա պատերազմը չլինի։ Եթե քո ղեկավարը ուժեղ է, ո՞նց կարող է թույլ տան պատերազմի։ Թույլ ղեկավարին մենակ թույլն է մենակ։ Ուժեղին չեն կարող խփել։ Իհարկե շանտաժ է։ Ցանկացած ընդդիմադերի ուժ, որ իշխանության է կա, մենք ավելի ապահով ենք լինելու, քան թե ինքը։ Ինքը որ մնաց պատերազմը լինել է 100%-ով։ Ադրբեջանի էլ ավելի տարածքներ գրավելու, մեր ունենք Սյունիքի մարզից հələ այնքան հողեր գրավելու, որովհետև մեր գյուղի դեմ դիմաց տարածքներ գրավի, ահա որ մեծ 3 կիլոմետր խորացիր է, բացի ջերմուկից, հա, մեր գյուղի մոտները մոտիկացի։ Դա վախցում է ժողովրդին։ Ինչու։ Դե չեմ կարող պատասխանել։ Որ իրան ընտրին, ոչ թե M1-ին ընտրին։ Ինքը ընտրվա։ Փաշինյանի անունը տվեք, էլ ես չեմ ուզում։ Բայց թեման փաթեթ։ Վախեցնում է երևի։ Գրիվ չինելու ոչ ունի։ Գրիվը մենակ չի կարա ինքնանա։ Գրիվը պետք է պայմաններ տնեն։ Մեկու պետություն ցույց տա բանալով, դες գրիվ չինա դեպի։ Ինչու ես ձեզ շանտաժ անում։ Որ իօքուտ իրան գնա ձայնը։ Դա պատերազմ չի լինելու բոլոր դեպքերում։ Այդ ժամանակ։ Իսկ ինչու է շանտաժ անում։ Որպեսզի ձայն հավաքի։ Նիկոլ Փաշինյանին չէ ճիշտ ասել, որ Նիկոլ Փաշինյանին որ լսենք պետք է ելեն կախվենք, որ ազատվի շուտ երկիրը, դա թուրքերին բրձնի։ Էպան ինքը տենց անում, որ ինքը ընտրվի։ Այսինքն շանտաժ, հա՞։ Այո։ Պատերազմը շուտ վերջացել է, այտենց բան չկա։ Ժողովրդին է վախեցնում։ Դա վախեց հա ժողովրդի րանքի։ Չնայած վերջը դերության պետք է ժողովուրդը ոչ մի բանի չվախենա։ Ունենք Սանդել Կարապետյան պետք է ելնի, ես երկիրը դզի ամի լավ կեն։ Փաշինյանի ժամանակ չէր 4 պատերազմներ ա։ Բա ինչ ան վախացնում է ժողովուրդը։ Բա ինչ ա։ Ինչի՞ն է պետք իրան այդ վախեցած ժողովուրդը։ Շատ գիտեմ ինչին ա պետք, որ ինքը ընտրվի, այնը չի ընտրվի։ Կապ չունի, խաղաղությունը թուրքերին ոչ էլ հավատում եմ ես որ խաղաղությունն է, չգիտեմ, էդի աչքակաբություն է։ Խաղաղություն չի լինի թուրքերի հետ, երբեք մենք հաստ չենք լինելու։ Դա ժամանակավոր երևույթ է։ Ինչ ով Ինչ ասել։ չընտրվի պատերազմ։ Եթե երբեք վերդին չի ինքը որ ասի պատերազմ անելու։ Ես չեմ հավատում, չգիտեմ, մենք պատերազմը տեսել ենք, մենք չենք սպասում պատերազմին, հույսով եմ, որ ամեն ինչ լավ կընթանա։ Անչի ասում վախացնում է ժողովրդին։ Չէ, ժողովուրդը պետք է չվախենա, ինչի պետք է ժողովուրդը վախենա։ Փաշինյանն ասում է, որ ես չընտրվեմ պատերազմ լինեմ։ Շատ բան ասում Փաշինյանը, շատ բան ասում, իր ասածները այն որ անիմաստ են, բոլորը անլուրջ են վերաբերվում, դաժե իմաստ չկա որևէ բան մեկնաբանել իր ասածներից էլ։ Շանտաժ է անում ժողովրդին։ Ամեն ինչ, վախացնում, շանտաժ։ Իա գլուխը կառնա։ Ով ասում է այդպես կլինի։ Շանտաժ է անում։ Չէ կարող է շանտաժ անում, վախացնում է մարդկանց։ Այդ ինչ անում, որ ինքը պետք է պատերազմը պահի։ Պատերազմը կարող է երկիրն է պահում։ Դժվար։ Ինքը թույլ մարդ է, կա շատ բան չի կարող անել։ Նիկոլ Փաշինյանն անեցա որ ոնց մտածում ասում է, դու ասում է ես այդպես բան չեմ ասում, ես մի չեմ կարող ասեմ իր ասածը։ Այդ ինքը չընտրվի պատերազմ չի եղնի, որովհետև իր լինելու ժամանակը 3 հատ պատերազմ եղել։ Դրա համար ինչ տեսել եմ եմ ասում էլի։ Ես ասում որ ես չընտրվեմ պատերազմ լինելու։ Ալիևն ասում է ինձ ինչ պետք է վեր եմ գալու։ Էլ ինձ ոչ մի բան պետք չի։ Եթե պետք գներ Հայաստանի կեսնավեր կունեի։ Իմացար։ Ես ալան մոկլան չէ նորություններ լսում։ Բայց որ ես չընտրվեմ էլի պատերազմ եղնելու։ Դա շուտ բան է։ Շանտաժ է անում։ Հա, դենց անում որ իրեն ընտրի։ Պատերազմ չի ելնի, որովհետև ինչ որ ունեիք տվել, այլ ինչի համար պետք է պատերազմ լինի։ Ոնց որ մարդկանց աչքի թոս փչի, yəni վախեցեք էլի հանգած չեղնեմ ոչ մի բան չի։
իր համար, իր կյանքի մեջ կլինի պատերազմ դա։ Դե դուք ինքներդ պատկերացրեք, որ ինքը այդ ամբողջից հետո թողա գնա իրավիճակը ինչ կլինի, չէ։ Դրա համար կռիվ իր ուղեղի մեջ տեղ չի անում, որ կարող է հանկարծ տես լինի։ Սուտ է ասում։ Ինչի՞։ Եթե ինքը ասում է, եթե ես չընտրեմ, նշանակում է ինքը Ադրբեջանի հետ կապված մարդ է։ Որ ինքը երաշխարան, որ չընտրվի պատերազմ կլինի։ Այսինքն հենց չընտրվի պետք է ասի, վсё, պատերազմը սկսի։ Բայց եկող կառավարությունը արդեն նրանք էլ են հասկանում, որ ոնց պետք է անեն, որ պատերազմ չլինի։ Փաշինյանն ասում որ ես չընտրվեմ պատերազմ է լինելու։ Դե դի բասարված է։ Բան չի ասում շանտաժ անում։ Երևի աղջիկ ջան։ Սխալ է ասում, հագարակ լինել։ Շատ բան ասում, միգուցե լավից լայքը լավն է, լավից լավն էլ կա, չես կարող ասես։ Էդի ժամանակը ցույց կտա, հիմա ոչինչ չեն կարող ասել։